Ինչ որ ձեզ ասել եմ բրիֆինգում, ասել եմ նաև այնտեղ։ Իսկ ինչ եմ ասել ձեզ բրիֆինգում։ Ասել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է, չի գործում ԵԱՏՄ-ն։ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ լրագրողներին ասում էր, թե ինչի մասին է պատրաստվում խոսել սպասվող Եվրասիական միջկառավարական խորհրդի 47-րդ նիստում։ Նիստն այսօր մեկնարկել է։ Փաշինյանն ու ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներն այդ առիթով Ղրղզստանում Չոլպոն Աթայում են քննարկելու ընդհանուր տնտեսական շուկայի զարգացումը, ապրանքների անարգել տեղաշարժը, մաքսային կարգավորումներն ու օրակարգային այլ հարցեր։ Կառավարությունների ղեկավարներն արդեն նեղ կազմով փակ դռների հետևում հանդիպում են անցկացրել։ Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ադիլբեկ Կասիմալիևը նիստի մեկնարկին Փաշինյանին շնորհավորել է վերանշանակվելու առիթով։ Թե ինչ է ասել Փաշինյանը փակ դռների հետևում եւ արդյոք հայտնել է իր դժգոհությունը կառույցի աշխատանքից, պարզ չէ։ Նա վերջին շրջանում մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումների քաղաքականությունը հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին, ինչը Փաշինյանի խոսքով նշանակում է, որ կառույցը կաթվածահար վիճակում է։ Ի տարբերություն այսօրվա փակ քննարկման, վաղը սպասվող ընդլայնված կազմով նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերով։ Արդյոք Փաշինյանի հանրային դիրքորոշումը Չոլպոն Աթայում նույնքան կոշտ կհնչի, որքան Երևանում, պարզ կդառնա վաղը։ Մինչ այդ այսօր Ռուսաստանի Դաշնությունից բավական կոշտ հայտարարություններ են արդեն հնչել։ Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ տեղակալ Ալեքսեյ Ֆադեևը ճեպազրույցի ընթացքում Հայաստանի ղեկավարությանը մեղադրել է կառուցողական երկխոսության փոխարեն խաղադրույքները բարձրացնելու եւ շանտաժի անցնելու փորձերի մեջ։ Սրան են վերաբերում նաև ռուսամետ գործիչների հետապնդումները, Հայաստանում գործող ռուսական ընկերությունների նկատմամբ արբիտրաժային վեճերի սպառնալիքները, որոնք ի դեպ հանդիսանում են հանրապետության պետբյուջեի խոշոր հարկատուներ, կամ Մոսկվային ուղղված պահանջները, վճարելու $1 միլիարդ այն օբյեկտների համար, որոնցից ներկայիս իշխանություններն իրենց գործունեության սկզբում ցանկանում էին հրաժարվել։ Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությունը խաբում է սեփական ժողովրդին, դիվերսիֆիկացիա անվանելով այն շրջադարձը, որը կատարում է դեպի Ռուսաստանի հանդեպ բացահայտ թշնամաբար տրամադրված Եվրոպական միություն։ Պատահական չէ, որ դեպի Եվրոպա այդպիսի ցատկի սոցիալ-տնտեսական հետևանքները թաքցվում են Հայաստանի քաղաքացիներից, իսկ արտահանման հետ կապված ընթացիկ դժվարությունները ներկայացվում են որպես Մոսկվայի կողմից ինչ-որ սահմանափակումներ, բայց պետք է հասկանալ, որ դրանք մեր սահմանափակումները չեն։ Սա այն իրականությունն է, որը սպասում է Հայաստանին ավանդական կապերի խզման դեպքում։ Ֆադեևն ասում է, իրենք բազմիցս Հայաստանի ղեկավարությանը կոչ են արել ազնվորեն խոսել ընտրած ճանապարհի դրական ու բացասական կողմերի մասին, ինչը սակայն մինչև այսօր տեղի չի ունեցել։ Ըստ նրա, ոչ Բրյուսելը, ոչ Լոնդոնը, ոչ էլ Փարիզը չեն պատրաստվում լուրջ ներդրումներ անել Հայաստանի տնտեսության մեջ։ Այս հայտարարություններին զուգահեռ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը դրամատիկ կերպով կրճատվում է։ 2026-ին ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 2/3-ով ու կշարունակի նվազել։ Ըստ նրա, իրավիճակը, որը զարգանում է ԵԱՏՄ-ի եւ Հայաստանի հարաբերություններում, կանխատեսելի էր։ Եթե հիշում եք 24 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասավ ռեկորդային ցուցանիշի՝ շուրջ $12 միլիարդ։ Սա հսկայական թիվ է։ Անցյալ տարի այն իջավ մինչև մոտ 8 միլիոնի, 7.99%, մոտավորապես այդպես։ Այս տարի տեղի է ունենում ապրանքաշրջանառության դրամատիկ անկում։ Ապրանքաշրջանառության մոտ 2/3-ն արդեն կրճատվել է 25 թվականի համեմատ, եւ իրավիճակն այնպիսին է, որ ակնհայտ այն հետագայում ևս կրճատվելու է։ Ռուսաստանը, որը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է, մայիսից արգելեց Հայաստանից գյուղմթերքի, ապա ձկնամթերքի, ավելի ուշ նաև կաթնամթերքի ներմուծումը, ուղղակիորեն քաղաքական մեսիջ ըղելով, որ դեմ են Հայաստանի եվրոինտեգրման ուղուն։ Մոսկվայից բարձր մակարդակով Հայաստանից բազմիցս պահանջել են հանրաքվե անցկացնել ու որոշել՝ մնում են ԵԱՏՄ-ում, թե գնում են Եվրամիության անդամ պետություն դառնալու ճանապարհով։ Երևանից հակադարձում են, թե հանրաքվե անցկացնելու համար այժմ պատճառ չկա, Հայաստանը Եվրամիության անդամություն ստանալու դիմում չի ներկայացրել։